Ողջույն, ես Նաիրա Ասատրյանն եմ, արծաթյա տնօրեն Faberlic-ում։ Երբ երեխային ուղարկել մանկապարտեզ։ Կարծում եմ յուրաքանչյուր մամայի համար ամենաանհանգստացնող պահերից մեկն է։ Հիշում եմ, երբ աղջկաս առաջին անգամ տարավ մանկապարտեզ, 2.5 տարեկան էր։ Ինձ համար ոչ պակաս փորձություն էր, քան աղջկաս։ Սկզբում արցունքներ, լաց, անհանգստություն, հետո կամաց-կամաց սկսեցինք ընտելանալ։ Շատ էր օգնել այն հանգամանքը, որ ես պարբերաբար պատմել էի, որ այնտեղ հետաքրքիր է լինելու, երեխաներ կան, խաղալու են, երգելու են, պարելու են, հեքիաթներ են կարդալու, եւ ամենակարևորը, որ իր դասիրակչուհին ամենալավագույններից մեկն է լինելու։ Որոշ ժամանակ անց աղջիկը սկսեց հաճախակի հիվանդանալ։ Ինձ համար ամենակարևորը նրա առողջությունն էր, որքան էլ որ ասային, որ պետք է հաճախի մանկապարտեզ երեխան, պետք է շփվի այլ երեխաների հետ, ես այդքան էլ համաձայն չէի։ Ես մտածում էի, որ այդ տարիքում պետք էր պահպանել առողջությունը, որպեսզի աղջիկս նորմալ աճեր, զարգանար եւ դեռ ժամանակ ուներ շփվելու մյուս երեխաների հետ։ Հետևաբար մենք դադարեցինք հաճախումները։ Ունենալով այդ փորձը, տղաս 4 տարեկանից նոր սկսեց հաճախել մանկապարտեզ։ Մենք ավելի հեշտ անցանք այդ փուլը, երևի թե արդեն մեծ էր, իմունիտետը բարձր էր, դա էր պատճառը։ Փառք Աստծո, իմ աշխատանքը on-line էր եւ ես կարողանում էի տանից աշխատելով խնամել երեխաներից, դաստիարակել։ Ինձ համար շատ կարևոր էր տեսնել ինչպես են երեխաներս կատարում առաջին քայլերը, ասում առաջին բառերը, ինչ են մտածում։ Իմ խորհուրդը բոլոր մամաներին, եթե կարող եք մինչև 3 տարեկան մնացեք ձեր երեխաների կողքին։ Չէ՞ որ հենց այդ տարիքում է ձևավորվում փոխադարձ վստահությունը, կապվածությունը եւ որ աշխարհն անվտանգ է։ Հավատացեք, մանկապարտեզը կսպասի։ Իսկ այն ժամանակը, որ երեխան դեռ փոքր է եւ մամայի կարիքն ունի, այդ ժամանակը շատ արագ կանցնի եւ այդ թանկ պահերը չեք կարող վերադարձնել։ Հետևաբար հնարավորության դեպքում գնահատեք այդ ժամանակը եւ մնացեք երեխաների կողքին։